քաղաքացիական հետնանք է, ծաղրանք է եւ նրանք ովքեր անցնել են Հայաստանում իր տարածքը, իր ինքնիշխանությունը, իր ոսկե դռաներին, խոսում են այդին արժեքներից։ Պատմության դասերը ոչ թե չեն սերտել հայոց սերունդները, այլ հենց իրենք չգիտեն թե ինչ է հայոց պատմությունը եւ եթե այսպես շարունակվի, հայոց պատմությունը ողբերգականորեն պիտի գրգռվի եւ իրենք ոչ թե ինքնիշխանություն են բերում, այլ մեր պատմության ողբերգական գրգռում։ Եվ սա մեր ժողովուրդը պետք է բացառի։ Ես չեմ որ պիտի ասեմ, որ նման մարդկանց ներկայությունը այստեղ ծաղրանք է մեր ժողովրդին իր արժանապատվությանը, բայց այն ինչ որ իրենք ասում են ամենօրյա ռեժիմով, որպես գործող պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության, ուղղակի թքած ունեն Սարդարապետի, մեր հերոսների, մեր զինվորների վրա, ովքեր կերտեցին այս տոնը։ Ցավում եմ դրա համար, բայց այդ բարձրագույն խոսքերը, որ այստեղ ասում են, արդեն երկրորդը։ Ես հիշում եմ, որ Դավուշյան հաջողությունից հետո, ինչպես եկավ այստեղ, ուրիշներին հերոս կարգեց, արժանի, բայց ինքն էլ երակույն ժաբավեն դրեց իր վրան, ոնց որ ինքնահերոսացում էր գնում։ Նման ղեկավարներ պետք չունի Հայաստանի Հանրապետությունը, ոչ պատմականը, ոչ իրականը եւ հատկապես ոչ հավատքը։